Տնտեսական ճգնաժամը ուղղակի եւ անուղղակի իր գոյության մասին զգացնել է տալիս բոլոր ոլորտներում։ Արդեն մեկ ամիս է նաեւ Գյումրիում բանկերը գումար չեն տալիս, ապառիկ գործարքներ չեն կատարում։ Դրամ-դոլար փոխարժեքի տատանմանը զուգահեռ բանկերը սկսել են վերանայել վարկերի տոկոսադրույքներն ու ժամկետները։ Այս ընթացքում Գյումրիում հիպոթեկային եւ բնակարանային վերանորոգման վարկերից օգտվողների թիվը ավելացել է։ Պատճառը շուկայում անշարժ գույքի գների նվազումն է։ Գյումրիում բնակարանների գները 40%-ով նվազել են։ Գյումրիի բնակիչ Արքիմեդ Հարությունյանի 4 սենյականոց տնից այսօր մնացել է սա։ Սեփական ձեռքերով կառուցված տնից երկրաշարժը թողել է ընդամենը 4 պատ։ Տունը ոչ վթարային է եւ ոչ էլ կիսակառույց, անհայտ կարգավիճակում է։ Հարությունյանների 10 անձից կազմված ընտանիքը անօթևանների կարգավիճակ ունի, սակայն բնակարան ձեռք բերելու հույս չունի։ Բնակարանների գնման վկայագրի ծրագրում նրանք այս անգամ էլ տեղ չեն գտել։ Ում գտիմը փողորները մեկի բրագը կծենի քսենոր ես մազբեդարան դիմել է 7 հոգուան ցուցակ գրածել որ առաջնահերթ քեզի բրի տուն տան մեր ցուցակը կորավ մի քանի անգամ էլ դիմել է մազբեդարանը ասել է թե դու կիսակառույց չունես քեզի չի բանը չեն կրաշինի։ Գյումրիի Իսահակյան 9 շենքը հայտնի էր ինքնատիպ լուզումներով։ Երրորդ հարկի բնակիչը զուգարանից օգտվելու ընթացքում հայտնվել է առաջին հարկում։ Այս անգամվա հերթական փլուզումը բնակիչներին հաղորդակցվելու նոր հնարավորություն է տվել։ Դուռը բացելու փոխարեն նրանք բարձրացնում են գորգը եւ միմյանց բարևում։ Դիտайте ամյոթը բացեն չվախենակ։ Չորրորդ կարգի վթարային այս շենքում մարդիկ ստիպված են ապրել անմարդկային պայմաններում։ Վախտես սպտեղ բերեց որ տակը մարդ չկար։ Առաջի օրը ուռած կախված էր։ Պատալոկը ընկավ ներքև, հարսս փալասը գմակշեր, նստած փոշի գմակշեր, մեկ էլ գմպալով կողք ընկավ։ Հինգ այսպես այս աշճանի կողքը նստած էր։ Գյումրու քաղաքապետարանը հայտնել է, որ տեղյակ է շենքում արձանագրված հերթական փլուզման մասին։ Գյումրեցիները պարզել են, որ բոլոր առումներով այսօր ապրելն ավելի էժան է նստում իրենց վրա, քան մեռնելը։ Նման եզրակացության պատճառը հանդիսացել գերեզմանատների համար վճարովի հիմունքներով քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրվող տարածքների գները։ Վճարովի հիմունքներով գերեզմանատների համար տրամադրվող հողերի գինը որոշում է տվյալ համայնքի ղեկավարը։ Որոշման համաձայն, որպես ընտանեկան գերեզմանատուն անվճար տրամադրվում է միայն 12 քառակուսի մետր տարածք։ Օրենքով հստակ գներ նշված չեն, սակայն շրջանառվող եւ քննարկվող գները գյումրեցիներին թույլ են տալիս ասել, որ Գյումրիում էլիտար բնակարան գնելը շուտով կդառնա ավելի էժան, քան գերեզման ձեռք բերելը։ Գյումրիի Կիրովի անվան փողոցը, որը հայտնի էր իր հարուստ գրախանութներով, այսօր դարձել է սուպերմարկետների կենտրոն։ Ժամանակակից գրականություն այսօր Գյումրի գրեթե չի մտնում, մինչդեռ ժամանակին Գյումրին մոտ 20 գրախանութ ուներ։ Եղած գրախանութների դարակներն էլ դատարկ են։ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղն ունի 220 բնակիչ, որոնց ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է։ Փոքրաշենցիներին այսօր մեկ հարց է հուզում. ինչն է իրենց նախնիներին գրավել այս տարածքում։ Գյուղի դիրքը խիստ աննպաստ է ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար։ Փոքրաշենը մինչ օրս նաև գազ չունի եւ մոտ ժամանակներս փոքրաշենցիները նման ակնկալիք չունեն։ Գյուղը չունի նաև գյուղատնտեսական որևէ տեխնիկա։ Փոքրաշենցիները կարծում են, որ նաև իրենց ժամանակն է եկել իրենց երեխաներին պատասխան տալու համար, թե ինչն է իրենց կապում այս ամբերի հողի հետ։ Այս շաբաթ մարդկային զարգացման միջազգային կենտրոնը որոշել է հայ հասարակությանը հասանելի դարձնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ալավերդիների տեսակետը։ Կենտրոնը շարունակում է քննարկումներ կազմակերպել Հայաստանի ողջ տարածքով։ Կենտրոնը հանրության կարծիքը փորձում է պարզել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ 1994 թվականից մինչ օրս շրջանառության մեջ եղած 5 տարբերակների վերաբերյալ։ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը 2008 թվականը համարում է բարեհաջող Ալավերդու համար։ Ըստ քաղաքապետի բյուջեն եկամուտների գծով կատարվել է 87.8, իսկ ծախսերի գծով 87.6%-ով։ Քաղաքապետը գոհ է նաև 2008 թվականի ընթացքում Ալավերդիում տարբեր ոլորտներում անցկացված միջոցառումներից։ Ալավերդիները ստիպված են մարել 2004 թվականից հետո կուտակած ջրի պարտքը։ Մինչև 2004 թվականի պարտքերը հայ ջրմուղ գոյուղին զիջել է։ Պարտքերը մարվում է բնակիչների կողմից ջրաչափեր տեղադրվելուց հետո։ Ալավերդու ջրմուղ գոյուղու ներկայացուցիչ Հակոբ Ջամալյանը դժգոհությամբ հայտնել է, որ դժվարանում է այդ ոլորտում հստակություն մտցնել, քանի որ վերջին 8 տարիների ընթացքում որևէ ալավերդի չի ներկայացել եւ հայտնել, որ ընտանիքի թիվը ավելացել է, երեխա է ծնվել։ Փոխարենը հայտնում են միայն մահվան դեպքերի մասին, լրացուցիչ գումար չմուծելու համար։ Հողմշակող հատկապես միայնակ տարեց ակներեցիները կանգնել են խնդրի առաջ, սերմացու գնելու հնարավորություն չունեն։ 2000 դրամով ավելացնելով նրանց թոշակը տարեցներին զրկել են 10,000 նպաստից։ Գնամ տենամ անունս չկա, չեն տվես։
Ուրեմն 12000 թոշակ էի ստանում, մի 2000 ավելցրել են ու 10000 նպաստս կտրի աղջիկ ջան։ Այնքան վրիս ազդեց։ Ակներեցիների համար տարվա այս եղանակին գումար վաստակելու միակ միջոցը կանաչի հավաքելն ու վաճառելն է։ Այս շաբաթ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները Ալավերդիում էին, թիվ 5 դպրոցի ուսուցիչների, աշակերտների եւ նրանց ծնողների հետ դասընթացներ անցկացնելու համար։ Նպատակը նորարարական կրթության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալն ու շրջապատի հաշմանդամների նկատմամբ ավելի հանդուրժող լինելն է։ Ալավերդու Փիրուզյան թաղամասի երեխաները մանկապարտեզ հաճախելու համար ստիպված են օգտվել հարևան թաղամասերի մանկապարտեզներից։ Նրանք, ովքեր հարևան թաղամաս հասնելու հնարավորություն չունեն, օրվա մեծ մասը նրանց երեխաները ստիպված են անցկացնել փողոցում եւ զրկվել նախադպրոցական համապատասխան կրթությունից։ Հայաստանից կենգուրու մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 30,000 դպրոցականներից 750-ը Թումանյանի տարածաշրջանից են։ Թումանյանցիները վստահ են, որ իրենց երեխաները հաջողություն կապահովեն քննություններում։ Վանաձորի Քիմպրոմը, որի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում էր, համաշխարհային շուկայում գների անկման պատճառով արդեն 2 ամիս է հարկադիր պարապուրդի է մատնված։ Քիմպրոմը տնտեսական ճգնաժամից դուրս գալու եւ նոր արտադրանք տալու ուղիներ է փնտրում։ Այս պահին ընկերությունը սկսել է կայլումական պարարտանյութի արտադրությունը եւ փորձնական արտադրության 80%-ը անվճար բաժանել է Լոռու մարզի գյուղատնտեսներին։ Կայլումական պարարտանյութի արտադրության հետ Քիմպրոմը մեծ հույսեր է կապում։ Վանաձորի Չախուջյան եւ Սանկտ Պետերբուրգ փողոցի բնակիչները այս շաբաթ ահազանգել են, բարձելու համար, թե ինչ նպատակ են հետապնդում իրենց հարևանության փոսող գետի երկայնքով հայտնված խողովակները։ Խոսքը այդ տարածքում կառուցվող Վահագնի փոքր հիդրոէլեկտրակայանի ջրընդունիչի մասին է։ Հիդրոէլեկտրակայանի կառուցումն իրականացնող Ապահով տանիք ընկերությունը վստահեցրել է, որ բնակիչներին եւ ընդհանրապես շրջակա միջավայրին որևէ վտանգ չի սպառնում։ Այս հիդրոէլեկտրակայանի կառուցումը արժե $750,000 ամերիկյան դոլար։ Վանաձորի քաղաքապետարանը որոշել է վերակառուցել քաղաքի ավտոբուսների կանգառները եվրոպական չափանիշներին համապատասխան։ Նախագիծը ցանկանում են կյանքի կոչել մոտ ապագայում։ Մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի հուշարձանը Վանաձորում ոտնձգության է ենթարկվել։ 12-ամյա մի անչափահաս ներկել է արձանը։ Տեղի ունեցածը վանաձորցիները գնահատում են վանդալիզմ։ 12-ամյա անչափահասը բերման է ենթարկվել ոստիկանություն, պարզաբանումներ տալու համար։ Վանաձորի Ռաֆո անվան թիվ 15 դպրոցը շարունակում է համագործակցել Հունգարիայի հայկական մշակութային ծրագրի հետ։ Համագործակցության շրջանակներում դպրոցի աշակերտները ուսումնասիրում են հունգար ժողովրդի մշակույթն ու արժեքները։ Այս շաբաթ դպրոցը տոնել է Հունգարիայի անկախության տոնը։ Հայկական Կարմիր խաչ ընկերության Լոռու մասնաճյուղը եւ Հայ առաքելական եկեղեցին այս շաբաթ կազմակերպել էին ֆոտոցուցահանդես Կարմիր խաչի ստեղծման օրվանից մինչ օրս նրա գործունեությունը լուսաբանելու համար։